вопрос. Что, давайте продолжим. Сегодня 9-11 главы. Եկեք շարունակենք 9-ից 11-րդ гլուխները այսօր։ И... и звук уже появился. Все, хорошо. Да. Все работает. У вас Apple? И там проблемы? Эти главы, они представляют собой единый блок, посвященный Божьему плану относительно Израиля. Այս գլուխները իրենցից ներկայացնում են մի ընդհանուր բլոկ, որը ներկայացնում է Աստծո ծրագիրը Իսրայելի ժողովրդի մասին, Իսրայել ժողովրդի համար։ И Павел отвечает на трудный вопрос в контексте понимания Божьей верности, Божьих обетований. Եվ Պողոս Արաքյալը պատասխանում է բարդ հարցի Աստծո խոստումների համատեքստում։ Вчера он в 8 главе точно, ясно описал, что мы можем иметь твердую, абсолютную уверенность в нашем спасении. Երեք մենք տեսանք նա 8-րդ գլխում ասաց, որ մենք ամուր հաստատ վստահություն կարող ենք ունենալ մեր փրկության հարցում։ И все, что Бог наметил, Он обязательно исполнит. Եվ որ ամեն բան, ինչ որ Աստված նախասահմանել է, դա կանի։ И поэтому, если Бог верен своим обещаниям, почему его избранный народ отверг Мессию? Եվ եթե դա այդպես է, այդ դեպքում ինչի համար իր ընտրյալ ժողովուրդը չընդունեց Մեսիային։ Поэтому аргументация, я думаю, мы можем так в общем сказать, Павел говорит в 3 этапах. Դա համար կարող ենք ասել, որ փաստարկումները Պողոս Արաքյալը, այսպես ասած, 3 этапով է բերում, ներկայացնում։ Он говорит, посмотрите на Израиль в прошлом. Նա ասում է նայեք Իսրայելին նախկինում։ Израиль был неверным, но Бог продолжал быть верным до Израиля. Ասում է տեսեք Իսրայելը նախկինում անհավատարիմ էր, բայց Աստված շարունակում էր հավատարիմ մնալ։ И несмотря на их неверность, он сохранял остаток. Եվ չնայած իրենց անհավատարմությանը, Աստված պահեց մնացորդը։ Второе, что Павел говорит, так и сейчас, сегодня, в нынешнее время, настоящее. Եվ Պողոս ասում է այդպես էլ հիմա ներկայում։ Израиль неверный, но Бог продолжает свою верность и сохраняет остаток. Իսրայելը անհավատարիմ է, բայց Աստված շարունակում է իր հավատարմությունը ու պահում է մնացորդին։ И третье, что он говорит, так, говорит относительно будущего Израиля. Եվ հետո ասում է խոսում է Իսրայելի ապագայի վերաբերյալ։ Но в будущем Бог сделает так, что Израиль весь обратится к Нему. Եվ ապագայում նա այնպես կանի, որ ամբողջ Իսրայելը կդառնա իրեն։ И Бог исполнит свои обещания. Եվ Աստված կիրագործի իր խոստումները։ Давайте посмотрим первую часть Божий суверенитет и прошлое Израиля. Римлянам 9 глава. Ռոմացիներին 9-րդ գլուխը բացենք։ Божий суверенитет и прошлое Израиля. И прошлое Израиля. Աստծո երիշխանությունն ու Իսրայելի անցյալը։ И посмотрим сейчас первые 5 стихов, в которых Павел выражает глубокую скорбь о своем народе. Եվ առաջին 5 համարներում կտեսնենք Պողոս Արաքյալը խորը վիշտ է արտահայտում իր ժողովրդի նկատմամբ։ Но он показывает, что отвержение Израиля не означает неверность Бога. Նա ցույց է տալիս, որ Իսրայելի մերժումը չի նշանակում Աստծո անհավատարմություն.
И в первых 3 стихах Павел говорит о своих личных чувствах по отношению к своему народу. Եվ առաջին 3 համարներում Պողոս Առաքյալը խոսում է իր անձնական զգացողություններից Իսրայելի ժողովրդի նկատմամբ։ Он, по сути, апеллирует и как торжественно заявляет то, что я говорю вам истину. Եվ նա ասում է, որ ես չեմ ստում, այսպես երանդում կերպով փորձում է տեղ հասցնել, որ նա չի ստում։ О своих чувствах об этом свидетельствует совесть моя в Духе Святом. Դրանում վկայում է իմ խղճմտանքը Սուրբ Հոգով։ И у него великая печаль и непрестанное мучение сердцу. Եվ նա ունի մեծ տրտմություն ու ցավ սրտի։ И мы видим, что у него есть вот эта готовность быть самому отлученным от Христа ради братьев по плоти. Եվ տեսնում ենք իր պատրաստակամությունն է հայտնում ինքը Քրիստոսից հեռացած որ ինքը կարող է Քրիստոսից հեռացած լիներ կամ նզովված լիներ իր եղբայրների համար։ И 4-5 стихи он уточняет, о каких братьях по плоти идет речь, то есть израильтян. Եվ 4-5-րդ համարներում խոսում է թե ինչ եղբայրների մասին է խոսքը, այսինքն իսրայելացիների մասին է խոսքը ըստ մարմնի եղբայրների։ И теперь он начинает описывать ту привилегию, которую израильтяне имеют по отношению к другим народам. Եվ այստեղ նա սկսում է թվարկել այն առավելությունները, որոնք ունի Իսրայելը համեմատած մյուս ժողովուրդների։ И у нас есть 8 утверждений. Եվ մենք ունենք 8 պնդում։ Снова мы видим, что апостол Павел, он от начала имел, скажем, такой план написания этого послания. Եվ մենք սկզբից էլ տեսնում էինք, որ Պողոս Առաքյալը ուներ այսպիսի մի ծրագիր այս նամակը գրելու, այսինքն Помните, когда он в 3 главе рассматривал возражения, говоря о состоянии человечества, то он поднимал вопрос, в чем привилегия иудеев над язычниками. в каком главе, извиняюсь, не слышал. 3 глава. Իշ մեկ երրորդ գլխում որ խոսքեր գնում մարդկանց մեղավոր կարգավիճակի մասին, ինքը էլի բարձրացրեց այս հարցը, թե որն է հրեայի առավելությունը։ И там он давал краткий ответ, и он заключался в том, что они имеют великую привилегию, потому что им дано Слово Божие. Եվ այնտեղ ավելի հակիրճ պատասխանեց, բայց ասաց, որ իրենց առավելությունն այն է, որ իրենց վստահված էր Աստծո խոսքը։ Но сейчас он дает более такой развернутый ответ, и он говорит о 8 таких утверждениях. Նա հիմա ավելի լայն պատասխան է տալիս եւ 8 մասից է բաղկացած, 8 պնդումից է բաղկացած այդ պատասխանը։ Поэтому он говорит, которым принадлежат усыновление. Եվ այստեղ տեսնում ենք, որ նա ասում է, որ իրենցն է որդեգրությունը։ Мы видим, что данное понятие указывает на особые близкие взаимоотношения Бога с народом Израиля. Ես սա խոսում է Աստծո յուրահատուկ մտերիմ հարաբերության մասին Աստծո եւ Իսրայելի միջև։ В древнем мире ни один другой народ не назывался сыном Бога. Անտիկ աշխարհում ոչ մի ազգ չի համարվել եւ չի անվանվել Աստծո որդի։ Но мы видим в книге Исход, когда мы читаем про выход Божьего народа из Египта, Исход 4:22, Бог повелевает Моисею сказать фараону: так говорит Господь, Израиль есть сын мой, первенец мой. Եվ երբ որ մենք տեսնում ենք Ելիս 4 գլխում
Աստված ասում է Մովսեսին գնա փարավոնի մոտ եւ ասա որ թող իմ ժողովուրդը նա իմ սիրելին է ու իմ առաջնեկը Անդրանիկը։ И усыновление, сам термин, он говорит, что это, скажем так, не естественное родство, а результат суверенного выбора Бога. Եվ այս անդրանիկության գաղափարը, այս որդեգրությունը մենք տեսնում ենք, որ ոչ թե ծնունդով է լինում, այլ Աստծո գերիշխան կտրությամբ է լինում դա։ Как усыновленный ребенок, он получает имя, защиту, наследство отца, так и Израиль получил статус особого владения Божьего. Ոնց որ որդեգրված երեխան է ստանում կարգավիճակն ու ժառանգությունը, այդպես էլ Իսրայելը Աստծո կողմից որդեգրվելով ստացավ դրանք։ Он стал объектом его отцовской любви и воспитания. Նա դարձավ Աստծո հայրական սիրո ու դաստիարակության գրողը։ И мы не находим ну, в Писании утверждение, что скажем так, у Бога появились еще сыновья. Եվ մենք չենք տեսնում Սուրբ Գրքի մեջ, որ Աստված էլի զավակներ ունեցավ։ Хотя, сейчас один текст вам покажу. Գնաց ես հիմա մի հատված ցույց կտամ։ Что ж такое? Так, я еще не проснулся, извините. Կներեք, ես դեռ չեմ արթնացել։ Так, это у нас будет 19 глава Исаия, 25 стих. 19-րդ գլուխը Եսայի մարգարեի 25-րդ համարը։ Ну, здесь речь не идет о сыновстве, но Бог называет своим народом кого еще? Օրհնյալին Եգիպտոսը, Օրհնյալին Եգիպտոսը իմ ժողովուրդը եւ Ասորեստանը իմ ձեռքի գործը եւ Իսրայելը իմ ժառանգությունը։ Вы представляете этот шок у Израиля? Դուք պատկերացնում եք Իսրայելի շոկը։ Ну, мы понимаем, что речь идет о будущем и пророчестве. Մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է ապագայի մարգարեության մասին։ Но такие слова для израильтян были настолько сложными, Բայց այդպիսի բառերը իսրայելացիների համար այնքան բարդ էին ընկալելը, и воспринять идею было так трудно, что когда делался перевод Септуагинта, այնքան բարդ է իրենց համար այս գաղափարը, որ երբ որ 70-ից թարգմանությունն էր տեղի ունենում, сейчас я открою этот текст, секунду, в Септуагинте. Так, Исаия. Я тоже сейчас открою, когда. Исаия 19, 25. 9, 25, 70-ով նայենք այս թարգմանությունով, У вас 25-ով, есть перевод Септуагинты? да, Это хорошо. есть. Что ж такое? Так, это Который надо благословил Господь Саваоф, Ну да, прочитай тогда. благословен народ мой в Египте. Это что за гимнастика? Это называется, когда мое богословие не подходит к Писанию. Ուրեմն 70-ում եղբայրներ ոնց է հնչում, հիմա դնեմ մեր նոր ընթերցած հատվածը,
Եսայի 19:25 М, 19:25 Да. ասում է օրտնյալ լինի երկրորդ մասը համարի օրտնյալ լինի Եգիպտոսը իմ ժողովուրդը 70-ից թարգմանել է օրտնյալ լինի իմ ժողովուրդը որ Եգիպտոսում է Да, поэтому им было трудно принять эту истину. Նա համար իրենք համար շատ դժվար էր այդ ճշմարտությունը գիտակցել Ակրոբատիկ ուզելելի։ Да, немножко, да. Немножко. Да. Поэтому, скажем, нам нужно всегда возвращаться к тексту оригинала. Перевод может иметь нюансы. Դրա համար մենք միշտ պետք է վերադառնանք բնագրին, որովհետև թարգմանությունը իր նյուանսները կունենա միշտ։ Но мы понимаем, что когда Павел говорит об усыновлении, Писание говорит, это эксклюзивное действие Бога. Եվ մենք հասկանում ենք, երբ որ խոսքը գնում է որդեգրության մասին, Աստծո յուրահատուկ գործողության մասին ենք մենք խոսում։ Второе, им принадлежит слава. Երկրորդը մեր հատվածում իրենց առնչվում է փառքը։ Речь идет о видимом проявлении Божьего присутствия среди своего народа. Խոսքը гնում է Աստծո երևացող ներկայության մասին իր ժողովրդի մեջ։ В еврейской традиции они называют слава Шекайна. Եվ վերական տրադիցիաները անվանում են փառքը շեքայնը։ Само слово Шекайна означает, корень Шакан означает обитать. Եվ այդ բառի արմատը բնակվելն է։ И мы видим в книге Исход, когда Бог присутствовал среди народа в облачном и огненном столпе. Եվ մենք ելիցում տեսնում ենք, որ Աստված բնակում է իր ժողովրդի հետ հրեշան մեջ եւ ծխի ամպի մեջ։ Поэтому Бог обитал среди своего народа. Также мы видим, слава наполнила скинию, и позже слава Божия наполняла храм Соломона. Եվ բացի դա մենք տեսնում ենք, որ Աստծո փառքը լցրեց նաեւ Խորանը եւ տեսնում ենք հետագայում արդեն Սողոմոնի տաճարը։ Поэтому священники, даже не могли войти в храм. Համար քահանաները չկարողացան անգամ մտնել տաճար։ Поэтому присутствие живого Бога непосредственно среди народа было уникальным преимуществом Израиля. Դրա համար Աստծո այդ զգալի ներկայությունը իր ժողովրդի մեջ դա Իսրայելի առավելությունն էր։ У язычников были идолы, но у Израиля была живая слава Творца. Հեթանոսները ունեին կուրքեր, բայց Իսրայելը ուներ կենթանի Աստծո կամ Արարիչ Աստծո ներկայությունը։ Третье, чем Израиль отличается от других, это заветы. Երրորդը, որ Իսրայելը առանձնանում է մնացածներից, դա ուխտերն են։ И поэтому Павел, он указывает, и он не говорит об одном завете, он указывает на множественное число, которые говорят о целом ряде таких торжественных юридических соглашений, которые Бог заключил с Израилем. Եվ Պողոս այստեղ հոգնակեով է խոսում է մի քանի ուխտերի մասին, որոնք որ Աստված արել է Իսրայելի հետ։ И поэтому заветы, они показывали, что Бог связал себя клятвой верности этому народу. Եվ դրանք ցույց են տալիս, որ Աստված իր հավատարմության երթումով է իրեն կապել այդ ժողովրդի հետ։ И поэтому мы читаем о завете Бога с Авраамом. Դրա համար մենք կարդում ենք Աստծո ուխտի մասին Աբրահամի հետ։ Он является условным или безусловным?
Այն պայմանական ուխտ է, թե անպայմանական ուխտ է։ Кто прошел там между животными? Ով էր անցնում կենդանիների միջով։ Это вопрос. Ну да, хорошо. Ես գրում էի Բոգ, Что делал Авраам? քնած էր։ Աբրամն էլ քնած էր։ Кнарца, да. Спал. Աստված անցնում էր կտորների միջով, Աբրամն էլ քնած էր։ И обычно при заключении соглашения два человека должны были пройти между рассеченными животными. Եվ սովորաբար երկու մարդ պետք է անցնեին, այսինքն ովքեր որ ուխտ էին կապում, միմյանց հետ իրար հետ պետք է անցնեին այդ կտորների միջով կենդանիների։ И они клялись друг другу в своих обязательствах. Если я не буду соблюдать обязательства, пусть мне будет так, как этой корове, которую рассекли пополам. Եվ նրանք պարտավորվում էին դրանով կատարել իրենց բաժինը պայմանավորվածության, այն պայմանով, որ եթե կողմերից մեկը խախտեր, կլիներ այնպես, ինչպես այդ օրինակ կովը, որ կտորների էր բաժանված։ Но мы видим, что в случае с Авраамом Бог дал сон Аврааму и сам прошел один, и сам обещал, что он все сделает. Բայց Աբրամի դեպքում տեսնում ենք, որ Աստված իրեն քնեցրեց եւ միայնակ այդ ամբողջ գործընթացը արեց։ Поэтому поведение Авраама никак не может повлиять на исполнение этого завета. Դրա համար Աբրահամի ապրելակերպը, այսպես ասած, հա, գործերը ոչ մի կերպ չի կարող ազդել այդ ուխտի վրա։ Но в завете с Моисеем мы видим ту же картину. Народ Божий проходит, но их много, и поэтому, скажем так, маленький такой ручеек слишком долго, поэтому два холма, и между холмами они проходят. Եվ մենք տեսնում ենք Մովսեսի հետ կապված էլ, երբ որ Աստծո ժողովուրդը այդ ուխտը պետք է անի, քանի որ նրանք շատ էին, կար երկու լեռ, այսպես ասած, եւ ժողովուրդը դրա մեջտեղով անցնում է։ И там они обязуются выполнить закон. Եվ նրանք այնտեղ պարտավորվում են օրենքը պահել։ И поэтому этот завет является условным. Դրա համար այդ ուխտը կոչվում է պայմանական ուխտ։ И Бог говорит, что если вы будете ходить в моих заповедях, вы будете иметь благословение. Եվ Աստված ասում է, եթե իմ օրենքներով քայլեք, դուք ունենաք օրհնություն։ А если нет, то вас постигнут проклятие. Իսկ եթե ոչ, ձեզ վրա կգան անեծքները։ Завет с Давидом, он условный или безусловный? Դավթի ուխտը պայմանական է, թե ոչ։ Харт. Так, у вас два варианта, 50 на 50. Երկու տարբերակ ունեք 50-50։ Ինչի համար։ Դավթի ուխտը պայմանական էր, թե ոչ։ Ահա, դասախոսին ասա Եսայ ջան, հա, ներող լինի, որ գրում եմ։ Просто делаешь заметки и Եմ կարում բռնեմ հարցա, թե դասախոսը բանա։ Չիմանա էլի չենք բանանում։ Դավթի ուխտը պայմանական էր, հարցնում է, թե Ոչ։ Нет. Безусловно.
безусловный. И, ну, это мы видим ясно, это вторая книга царств, это, Изма, да, вторая Самуила 7:14 и там дальше. Մենք սա տեսնում ենք երրորդ թագ, չէ, չորրորդ թագավորած 7-րդ գլուխ։ Бог ясно говорит Давиду, что я построю тебе дом, дам династию, и этой династии не будет конца. Եվ այնտեղ Աստված ասում է ես կտամ քեզ թագավորական ժառանգություն, որը չի ունենա ավարտ։ И в отличие от Саула, от которого я отнял царство, я не отниму своей милости от твоих потомков. Երբ որ արդեն քո օրերը լրանան, ես իմ ողորմությունը չեմ հեռացնի քեզանից։ Ներողություն ասի մի քիչ առաջ 4-րդ, բայց երկրորդ թագավորած 7-րդ գլուխն է։ Это, конечно, не означает, что если твои потомки будут грешить, не будет вообще никаких последствий. Դա չի նշանակում, որ եթե քո սերունդները մեղան չեն, ընդհանրապես ոչ մի հետևանք չի լինի։ И Бог предупреждает, если сын согрешит, то я накажу его ударами сынов человеческих, но милости моей не отниму от него. Նա ասում է, Աստված ասում է, որ եթե նա մեղանչի, ես իրեն կխրատեմ, բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի իրենից։ Поэтому за непослушание будут последствия, но династия будет сохраняться. Այսինքն չնայած այդ ամենին թագավորական այդ աթոռը կշարունակվի գոյություն ունենալ Դավթի սերնդից։ И также мы видим обещание Нового Завета. Նույնպես մենք տեսնում ենք նոր կտակարանի խոստումները։ И этот завет, он будет постоянным и вечным. Եվ այդ ուխտը կլինի մնայուն եւ մշտական։ И определенно он будет превосходнее и лучше того завета, который Божий народ нарушил. Можно еще раз, извиняюсь. Но он будет гораздо превосходнее и лучше, чем тот завет, который Божий народ нарушил. Եվ դա կլինի ավելի լավ ուխտը, քան այն, որ Աստծո ժողովուրդը խախտեց։ И это интересное, ну, утверждение, когда мы читаем обещание Нового Завета в Иеремии. Դա հետաքրքիր պնդում է, երբ որ մենք կարդում ենք Երեմիայի նոր ուխտի խոստումը, потому что, по сути, Бог говорит, ну, у меня были, или как, все основания, ну, разорвать с вами вообще все отношения. Եվ տեսնում ենք, որ Աստված ասում է իմ մոտ կար բոլոր հիմքերը, ես ունեի բոլոր հիմքերը, ընդհանրապես բոլոր տեսակի շփումը ձեզ հետ խզելու։ Так. Прочитайте 31 глава, книга Иеремии, 32 стих. Ոչ թե այն ուխտի նման, որ նրանց հայրերի հետ արեցի այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի նրանց Եգիպտոսի երկրից դուրս հանելու համար, իմ այդ ուխտը նրանք կոտրեցին, թեև ես ամուսին էի նրանց, ասում է Տերը։ Только 32? Ну, да, 32 и последнее предложение утверждения. Хотя я оставался в союзе с ними, говорит Господь. У меня говорится, хотя я был их мужем. Ну да, это та же самая идея. Okay. Но быть в союзе, ну это как картина брака. Okay. И это говорит о том, что Израиль изменил, а Бог остался верный. Он не развелся. Ստացվում որ Իսրայելը դավաճանեց, բայց Աստված մնաց հավատարիմ, չբաժանվեց։
Это интересный момент, потому что мы сказали, что завет с Моисеем, он является условным. Если вы нарушили, ну все. Եվ սա հետաքրքիր բան է, որովհետև մենք արդեն նշեցինք, որ Մովսեսական ուխտը պայմանական ուխտ էր, եթե դու խախտեիր, վերջ արդեն։ Поэтому, несмотря на то, что, ну, скажем так, он условный, но фактически Бог с Израилем поступает так, как бы он продолжает сохранять свою верность, несмотря на нарушения. Բայց տեսնում ենք, որ չնայած դրան եւ չնայած Իսրայելի շարունակական խախտումներին, այդ ուխտը կոտրելուն, ինչպես էս հատվածում կարդացինք, Աստված շարունակում է մնալ հավատարիմ իր ուխտին։ Поэтому вывод, который мы можем сделать, заветы показывали и показывают, что Бог связал себя клятвой верности по отношению к своему народу. Դրա համար մենք մեր հատվածում, երբ որ այս ուխտերի մասին կարդում ենք, ասում ենք, որ դրանք արտահայտում են Աստծո նվիրվածության երթումը, որը անխախտ է հանդեպ Իսրայելի ժողովրդի։ Какой другой народ может похвалиться этим? Ինչ երկրորդ ժողովուրդ կարող է դրանով բարձրանալ։ Четвертое, им принадлежат законоположения. Չորրորդը իրենց առնչվում են օրենսդրությունը։ Это ссылка на дарование Торы, закона Моисеева на горе Синай. Սա խոսում է Սինայի սարի վրա Մովսեսական օրենքի հայտնվելու մասին։ В то время как другие народы жили в неведении относительно воли Творца, Израилю был доверен Божий моральный, гражданский, церемониальный законы. Այն ժամանակ, երբ որ մնացած ազգերը ապրում էին անգիտության մեջ, Իսրայելին վստահվեց Աստծո օրենքը։ И мы видим, что Бог этого не делал по отношению к другим народам. Մենք տեսնում ենք, որ Աստված այդ նույն կերպ չվարվեց մնացած ազգերի հետ։ Мы уже читали Псалом 147, 8-9 стих. Не сделал он того никакому другому народу. Մենք արդեն կարդացինք 147-րդ Սաղմոսից, որ նա դա չի արել ուրիշ ոչ մի ժողովրդի։ Поэтому закон, он был откровением Божьей святости и мудрости. Դրա համար ասում ենք, որ օրենքը Աստծո սրբության ու իմաստության բացահայտումն է։ И это, конечно, подпитывало в некоторых иудеях определенную такую гордость. Եվ դա իհարկե որոշակի հերաների մոտ առաջացրեց հպարտություն։ Помните, Павел говорит по отношению к религиозным иудеям, что как они о себе думали, что не свет для тех, кто находится во тьме, путеводителей. Հիշում եք այն հատվածը, որ երկրորդ գլխում որ Պողոս առաքյալը խոսում է հերաների մասին, ովքեր մտածում են, որ իրենք լույս են, ովքեր որ կույրերի առաջնորդ են։ Также им принадлежат богослужения. Նաև իրենց է առնչվում Աստծո ծառայությունը։ Греческое слово, которое здесь используется, относится к священническому служению, установленной системе поклонения. Ունեն այդ բառը, որ այստեղ օգտագործված է, երկրպագության համակարգին է վերաբերվում։ Поэтому сюда входят как правило относительно жертвоприношений, праздников, священства, системы очищения. Այսինքն խոսքը գնում է կարգված, հա, երկրպագությանը, քահանայությանը, զոհաբերական համակարգին, մաքրման այդ ծիսակարգերին։ И это был тот путь, посредством которого грешный человек мог приближаться к святому Богу и получать прощение. Եվ դա Աստծո կողմից դրված ճանապարհն էր, որ
կարող է մարդը գնալ իր սրբացման ճանապարհով։ Ну, мы с вами знаем, что это прощение в конечном итоге обеспечивается жертвой Иисуса Христа. Մենք իհարկե գիտենք, որ այդ ներումը, որ տեղի էր ունենում, վերջի վերջո տեղի էր ունենում Հիսուսի կատարած գործի շնորհիվ։ Хотя у язычников были свои, скажем так, ритуалы и представления того, как они могут служить, угождать Богу. Չնայած նրան, որ մենք տեսնում ենք հեթանոսներ ունեին իրենց համակարգերը, թե ինչպես կարող են ծառայել Աստծուն, ինչպես կարող են հաճեցնել Աստծուն։ Мы понимаем, что только Израиль имел истинное богослужение, установленное самим Богом. Եվ մենք տեսնում ենք, որ Իսրայելը ուներ ճշմարիտ Աստծո ծառայությունը, որ կարգված էր հենց Աստծո կողմից։ Им принадлежат обетования. Իրենցն են խոստումները։ И тут возникает вопрос, ну, вроде заветы тоже что-то обещают. Եվ այստեղ հարց է առաջանում, որ չէ որ ուխտերն էլ են ինչ-որ բան խոստանում։ Поэтому комментаторы говорят, ну, вероятно, в данном случае тогда речь идет о, скажем, других обещаниях в Писании относительно, возможно, скажем так, прихода Мессии. Դրա համար որոշ մեկնաբաններ ասում են, որ հնարավոր է սա վերաբերվում է ուրիշ խոստումների սուրբ գրքում հանդիպող, օրինակ նրանք, որոնք վերաբերվում են Մեսիայի գալուստին։ И у нас есть другие обещания Бога, данные о восстановлении Иерусалима. Եվ մենք գիտենք ուրիշ խոստումներ, որոնք որ գոյություն ունեն Երուսաղեմի վերականգնման հետ կապված։ О восстановлении Израиля и грядущем царстве мира и справедливости. Իսրայելի վերականգնումը գալիք թագավորության մեջ, որտեղ կլինի խաղաղություն, И о спасении, которое распространится на весь мир. եւ այն փրկության խոստումները, որը կտարածվի ամբողջ աշխարհի վրա։ И хранителями этих обещаний был Божий народ. Եվ այդ խոստումների պահպանողը հենց Աստծո ժողովուրդն էր։ И также мы видим седьмое утверждение, их отцы. Եվ մենք 7-րդ պնդումն ենք տեսնում, նրանցն են հայրերը, Ссылка на их великих прародителей Авраама, Исаака, Якова. եւ այստեղ հղում է արվում իրենց մեծ նախահայրերին, Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին։ И в 11 главе 28 стихом Павел там говорит, что израильтяне были возлюблены Богом ради отцов. Եվ 11-րդ գլխում ասում է, որ իսրայելացիները սիրելի են հայրերի կողմից, հայրերի համար։ Поэтому их духовное наследие, оно уходило корнями в жизнь этих мужей веры. Այսինքն իրենց հոգևոր այդ կարգավիճակը իր արմատը ունի հայրերի մեջ, С которыми Бог говорил лицом к лицу. որոնց հետ Աստված խոսացել է երես-երեսի։ И последнее, что делает Павел, он говорит, от них Христос по плоти. Եվ վերջում ինչ ասում է նրանցից է մարմնի Քրիստոսը։ Поэтому это, ну, скажем так, вершина и величайшая привилегия. Եվ սա գագաթնակետն է, այսինքն ամենամեծ առավելությունը։ Мессия, Спаситель мира по своей человеческой природе, произошел из израильского народа. Մեսիան աշխարհի փրկիչը իր մարդկային սերունդով եկավ Իսրայելի ժողովրդից։ И мы видим, что Иисус, он из колена Иудина, из рода Давидова. Եվ մենք տեսնում ենք, որ Հիսուսը Հուդայի ցեղից է, Դավթի սերնդից։
И мы видим, что Павел не только останавливается, возвращаясь к нашему тексту, говоря о человеческой природе Христа, он сразу утверждает божественную сущность. Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ Քրիստոսի մարդկային սերունդից խոսելուց հետո անմիջապես Պողոս առաքյալը խոսում է նրա աստվածային բնության մասին։ Он говорит, от них и Христос по плоти, сущий над всем Бог. Եվ դրա համար նա ասում է նրանցից ըստ մարմնի Քրիստոսը եկավ, որ բոլորի վրա է հավիտյանս օրհնյալ Աստված։ И тот факт, что Бог воплотился именно в еврейском народе, является высшей честью для Израиля. Եվ այն փաստը, որ Աստված մարմնացավ հենց Իսրայելի ժողովրդի մեջ, դա իրենց համար բարձրագույն պատիվ է հանդիսանում։ Помните, как в Евангелиях перед своими страданиями книжники и фарисеи пытались уловить Иисуса Христа в словах. Հիշում եք չարչարանքներից առաջ, երբ որ ավետարաններում հրեաները փորձում էին Հիսուսին բռնել իր խոսքերի մեջ։ И Христос спрашивает их, а Христос, чей он сын? Եվ Հիսուսը հարցնում է, ասում է. Քրիստոսը ում որդին է։ И они ему говорят, Давидов. Եվ ասում են Դավթի։ А он говорит, да? А как же ж Давид называет его Господом? Псалом 110. Եվ նա ասում է, Քրիստոսը պատասխանում է, այդ дебքում ինչպես է Դավիթը նրան Տեր ասում, հղում անելով 110-րդ Սաղմոսի վրա։ Сказал Господь Господу моему, сиди одесную меня. Տերն իմ տիրոջը ասաց, նստիր իմ աջ կողմում։ И они не могли ответить. Եվ նրանք չկարողացան պատասխանել։ Но по сути ответ стоял перед ними. Բայց փաստացի պատասխանը իրենց առջևը кանգնած էր։ Бог пришел во плоти. Աստված եկավ մարմնով։ Он потомок Давида, но он благословенный Бог. Նա Դավթի սերնդից է, բայց նա օրհնյալ Աստված է։ Поэтому здесь мы видим в этом стихе как человеческую, так и божественную природу. Դրա համար մենք այս հատվածից տեսնում ենք թե նրա մարդկային բնույթը, թե նրա աստվածային бнույթը։ Но также, получается, 3 и 4 стих 1 главы или 2, 3, сейчас я посмотрю. Первое. Да, 3-4 стих 1 главы. Павел там также говорит эту истину. Առաջին գլխում 3-րդ եւ 4-րդ համարներում Դավիթը նույնպես նրա ուսում Պողոսը նույնպես այս ճշմարտության մասին խոսում է։ Это часть нашей веры, часть нашего исповедания, которое мы должны признавать и исповедовать, провозглашая Евангелие. Սա մեր հավատի մի մասն է, սա մեր դավանանքի մի մասն է, որ մենք պետք է դավանենք ավետարանը տարածելով։ Этим самым апостол Павел завершает вот эту первую часть, 1 по 5 стих, говоря о своей скорби по отношению к Израилю и о привилегии Израиля. Դրանով Պողոս առաքյալը այս առաջին հատվածը ավարտում է խոսելով իր ցավի մասին իսրայելացիների հանդեպ եւ խոսելով իրենց առավելությունների մասին։ Это было справедливо так наделить Бога, так наделить Божий народ такими привилегиями? Արդար էր այսպիսի առավելություններով օժտել Աստծո ժողովրդին։ Կարծ։ Կարծում եմ Աստծո տեսանկյունից, որովհետև ինքը այդպես էր ուզել։ Думаю, да, потому что с точки зрения Бога он так хотел. Я помню, мы с семьей пришли к родственникам на день рождения. Ես հիշում եմ մենք ընտանիքով այցելել էինք մեր բարեկամներից մեկի ծննդյան տարեդարձին։ И один дядя
чуть-чуть выпил и, зная, что я верующий, сказал, ну, почему это израильтяне народ Божий, почему не мы? Հիշում եմ մի մարդ արդեն մի քիչ խմած էր հարցրեց, ասաց ինչի համար է որ իսրայելացիներն են Աստծո ժողովուրդ, այլ ոչ մենք։ Он считал, что несправедливо. Եվ նա համարում էր, որ դա արդար չի։ Но я ему сказал, если бы мы были, то израильтяне бы говорили то же самое. Եվ ես ասացի, որ եթե մենք լինեինք, իսրայելացիներն էլ նույն բանը կասեին։ Человеку трудно угодить. Մարդուն դժվար է բավարարել։ Այսինքն արդար չի։ То есть несправедливо? Не, я думаю, что Бог, это не вопрос Бог может это сделать, это его решение, это не является чем-то несправедливым. Он не обязан это делать. Դա որոշումն է, նա պարտավոր չի դա անել, այսինքն դա ինչ որ բան է, որ նա է որոշում, այստեղ արդարության հարցը չի։ Это проявление его милости. Դա իր ողորմության ցուցադրությունն է։ И в Божьем плане от начала был план не только благословить Израиля, но сделать его источником благословения для всех народов. Եվ Աստծո ծրագրի մեջ էր ոչ միայն Իսրայելին դարձնել օրհնություն, օրհնել, այլ նաև դարձնել օրհնություն մնացած ազգերի համար։ И Бог выполнит этот план. Եվ Աստված կկատարի իրագործի այդ ծրագիրը։ Бог даст царство Израилю, Христос будет царем и будет править миром. Աստված կտա թագավորություն Իսրայելին, Քրիստոսը կլինի թագավոր եւ իշխի ամբողջ աշխարհին։ И другие народы будут в подчинении Христу царю. Եվ մնացած ժողովուրդները Քրիստոս թագավորին կընթարկվեն։ И Христос распространит благословение на весь мир. Եվ Քրիստոսը օրհնությունը կտարածի ամբողջ աշխարհի վրա։ Ну, да, иногда у людей есть зависть. Բայց այո, երբեմն մարդկանց մոտ կա այդ նախանձը։ Ну, один из моих, скажем так, преподавателей, он приводил такую иллюстрацию. Մի անգամ իմ դասախոսներից մեկը այսպիսի մի իլյուստրացիա բերեց։ Он говорит, ну, вы видели, когда продают машины в салонах, то обычно берут какую-то машину и выставляют перед салоном на какой-то такой пьедестал. Они ее там натирают, украшают, подсвечивают. Եվ նա ասաց, որ երբ որ ավտոսրահին նայենք, այնտեղ կա մեքենա, օրինակ, որոնցից որ նրանք ուզում են վաճառել, այդ մեկը նրանք վերցնում են, դնում են այսպես մի պատվանդանի վրա, ձևավորում են, սրբում են, սիրունացնում են։ И поэтому, когда вы едете мимо по дороге в автобусе, который набитый людьми, и видите вечером сияющую такую машину, вы думаете, я хочу такую. Երբ որ դուք երեկոյան ավտոբուսով գնում եք, որը լիքն է մարդկանցով եւ նայում եք այդ լուսավորվող մեքենային, որը հարդարված եւ դրված է այդ պատվանդանի վրա, դուք մտածում եք ես այդպիսի մի բան կուզեի։ Хотя эта машина, ну, особо не отличается от других таких же машин, которые там в салоне. Չնայած դրան, որ այդ մեքենան չի տարբերվում այն մնացած սրահում գտնվող մեքենաներից։ Но она имеет вот эту славу и величие, чтобы возбуждать это желание, я хочу это. Եվ չնայած այդ ամենին, նա ունի այդ որոշակի փառքը, այդ մեծությունը, որ մարդկանց մոտ առաջացնի այդ ցանկանալու մղումը։ И поэтому Бог даровал все эти благословения Израилю не потому, что сам народ по себе, как мы уже читали, ну, там, был многочисленнее или сильнее, а чтобы он был объектом Божьего благословения, и другие захотели бы того же.
Եվ մենք տեսանք արդեն, կարդացել ենք, որ դա այս ընտրությունը ոչ թե եղել է նրա համար, որ նրանք թվականակով շատ էին կամ ուժեղ էին, այլ որ Աստված ցանկացել էր դնել իրենց այնպիսի դիրքում, որի վրա կարող էին նրանք ունենալ ասորտնությունները ու մնացած ազգերը կցանկանային դա։ И теперь, утвердив вот эти привилегии Израиля, Павел с 6 по 13 стих поднимает вопрос относительно того, что неужели нарушилось Слово Божие. Եվ ասելով այս ամենը 6-ից 13-ում նա դնում է այսպիսի հարց, արդյոք Աստծո խոսքը կամ խոստումները անզոր է դարձել։ И он показывает в этом отрывке, что, ну, собственно, проблема не в слове, а в понимании того, кто такой Израиль. Եվ նա ասում է, որ խնդիրը խոսքի մեջ չի, այլ գիտակցության մեջ է, թե ով է Իսրայելը։ Поэтому Павел начинает разъяснять, как нам правильно смотреть на картину происходящего. Դա համար Պողոս ուզում է, որ մենք ճիշտ նայենք տեղի ունեցող պատկերին։ И с 6 по 8 стихи он дает определение. Եվ 6-ից 8-րդ համարներում նա տալիս է սահմանումը։ Он говорит, ибо не все те израильтяне, которые от Израиля. Եվ նա ասում է, որ ոչ բոլորը, որ Իսրայելից են, իսրայելացի են։ Ну, само утверждение, наверное, в первый раз, когда читаешь, думаешь, ну как такое может быть, израильтяне, не и в то же самое момент не израильтяне. Եվ առաջին անգամ, երբ որ այս բնդումը կարդում ես, կարող է հարց առաջանալ, ինչպես կարող է նրանք մարդ լինել Իսրայելից, բայց չլինել իսրայելացի։ И, ну, Павел дальше поясняет и показывает, что дети плоти не есть дети Божьи, но дети обетования, они признаются за всеми. Եվ հետո երբ որ կարդում ես, տեսնում ես, որ նրանք որ մարմնի որդիներ են, Աստծո որդիներ չեն, այլ խոստման որդիներն են, սերունդ համարվում։ И поэтому он приводит две иллюстрации: Исаак и Измаил, и Иаков и Исав. Երկու պատկերազարդում Իսահակ, Իսմայել, Հակոբ եւ Եսավ։ Поэтому первый случай это Исаак и Измаил. Առաջին դեպքը Իսահակն ու Իսմայելը։ Какое было обетование? В Саре было сказано: в это же время приду, и у Сары будет сын. Ոնց էր խոստումը, այս ժամանակին կգամ եւ Սարան որդի կունենա։ Был ли у Авраама сын до этого? Уже? Մինչ այդ Աբրահամը ուներ զավակ։ Այո, Алло. Угу. Был Измаил. Այո, Իսմայելը։ И как он появился? Եվ ոնց էր նա ծնվել։ Քերես Հագար։ Угу. Но фактически идея была какая? Бог обещал сына. Ինչպես էր պատկերը, Աստված խոստացել էր որդի։ И Авраам с Сарой стараются, ждут, и ничего не получается. Եվ Աբրահամը Սարայի հետ սպասում է, բայց ոչ մի չի պատահում, չի ստացվում։ И поэтому, наверное, у них вот эта идея возникла, ну, может быть, мы неправильно поняли обещание. Եվ միգուցե նրանց մոտ առաջացավ այս գաղափարը, որ մենք միգուցե ճիշտ չենք հասկացել խոստումը։ Может быть, у нас будет сын, но мы сделаем это через Агарь. Եվ միգուցե մենք ունենանք որդի, բայց դա կլինի Հագարի միջոցով։ Но это не то, что Бог обещал. Բայց դա ինչ էր, ինչ որ Աստված էր խոստացել։ Поэтому
Измаил – это не исполнение Божьего обещания. Դրա համար Իսմայելը Աստծո խոստումների իրականացումը չէր։ Поэтому только Исаак, он был сыном обетований. Դրա համար միայն Իսահակն էր խոստումի որդին։ Дальше мы видим с 10 по 13 стих, вторая иллюстрация Яков и Исав. Հետո 10-ից 13-րդ համարում տեսնում ենք երկրորդ իլյուստրացիան Հակոբն ու Եսավը։ Еще до рождения, когда они не сделали ни доброго, ни злого, Միջև իրենց ծնունդը բարի կամ չար գործ չգործած, и мы видим, что Павел акцентирует на этом внимание, говоря, что Божий выбор, он не обусловлен делами. եւ տեսնում ենք, որ Պողոսը այստեղ շեշտադրում է անում, ասելով, որ Աստվածային ընտրությունը գործերից կախված չի։ Чтобы избрание, оно не зависело от дел, от призывающего. Որպեսզի Աստծո նախասահմանությունը ըստ ընտրության հաստատ մնա, ոչ թե գործերից, այլ նրանից, որ կանչում է։ Поэтому, находясь в утробе, они, по сути, ну, с человеческой точки зрения, ну, в абсолютно в равном положении. Դրա համար դեռ ծնված չլինելով երկուսն էլ նրանք մարդկային տեսանկյունից գտնվում էին բացարձակապես հավասար կարգավիճակում։ Но было сказано, что больше будет в порабощении у меньшего. Բայց ասվեց, որ մեծը փոքրին պիտի ծառայի։ И мы видим, как написано, Иакова я возлюбил, а Исава возненавидел. Եվ տեսնում ենք ասում է ինչպես գրված է Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի։ Поэтому Бог отверг другого в плане избрания, и это утверждается как ненависть, потому что был выбран Иаков. Եվ տեսնում ենք, որ ծրագրի մեջ ընտրության հարցում Աստված մեկին մերժեց, մյուսին ընտրեց եւ այդ մերժելը այստեղ նկարագրված է ատելու այս բառով։ Поэтому это вопрос относительно, может быть, Слово Божие не исполнилось. Եվ հարց կարող է առաջանալ նա վերաբերյալ միգուցե Աստծո խոսքը չիրականացավ։ И с 6 по 13 Павел показывает, что проблема не в слове, а в понимании того, кто такой Израиль. Եվ 6-ից 13-ում Պողոսը բացատրում է, որ հարցը խոսքի մեջ չէ, այլ ընկալման մեջ է թողով է Իսրայելը։ И начиная с 14 по 29 стихи мы видим свободу Бога в проявлении милости. Եվ մենք 14-ից 22-ում տեսնում ենք Աստծո ազատությունը ողորմությունը ցուցաբերելու մեջ։ Но 14 стих начинается с возражения. Неужели неправда у Бога? Եվ 14-րդ համարը սկսում է ասպես. Միթե Աստծո մոտ անարդարություն կա։ Потому что напрашивается, вопрос, как это Бог может принимать такие решения вот этот будет объектом моего внимания и любви. Разве это справедливо? Այսինքն սա հակադարձում է, ինչպես կարող է Աստված ասել, որ այս մեկը կլինի իմ սիրո կրողը, դա արդյոք արդար կլինի այդպես։ Поэтому Павел предупреждает вот эти возражения, которые могут и возникали в умах людей, когда они размышляли над этими вопросами. Եվ դրա համար Պողոս առաքյալը այս հարցերը բերում է, որոնք կարող էին եւ առաջանում էին այն մարդկանց մտքի մեջ, ովքեր որ այս առարկությունները անում էին։ Поэтому 14 стих Павел сразу радикально отвергает эту идею. У Бога не может быть несправедливости. Դրա համար 14-րդ համարում Պողոս առաքյալը մերժում է այսպիսի մտածողությունը, ասում է քավլիցի, Աստված չի կարող անարդարություն ունենալ։ И я думаю, это очень важный урок, который мы должны
всегда помнить в отношении природы Бога. Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր դաս է, որ մենք միշտ պետք է հիշենք Աստծո բնավորության հետ կապված։ Ну, Бог всегда поступает справедливо. Աստված միշտ է արդար գործում։ Но когда это касается каких-то личных вопросов, у нас иногда поднимаются эти вопросы в контексте личных трагедий. Բայց այս հարցը առաջանում է, երբ որ խոսքը գնում է արդեն անձնականի մասին, երբ որ անձնականում մարդիկ անցնում են ցավերի միջով կամ փորձությունների միջով, այսպիսի հարցեր առաջ են գալիս։ Поэтому что вы скажете молодой семье, которая ожидала ребенка и потеряла его? Դուք դրա համար ինչ եք ասելու այն ընտանիքին, երիտասարդ, որ սպասում էր երեխայի, բայց կորցրեց։ Что сказать человеку, который потерял близкого человека? Ինչ կասեք մարդուն, ով կորցրել է հարազատին, մտերիմի։ Где Бог во всем этом? Որտեղ է Աստված այդ ամենի մեջ։ Война идет на Украине полномасштабная уже 4 года. Ուկրաինայում պատերազմ է գնում լայնամասշտաբ արդեն 4 տարին է։ В этом месяце будет скоро дата. Через пару дней. И люди продолжают умирать. Где справедливость? Եվ մարդիկ շարունակ մահանում են, որտեղ է արդարությունը։ Но мы должны помнить, что Бог всегда поступает справедливо. Մենք պետք է հիշենք, որ միշտ Աստված արդար է գործում։ Когда Бог решил уничтожить Содом и Гоморру, Երբ որ Աստված որոշեց ոչնչացնել Սոդոմն ու Գոմորը։ и Он открывает свои планы Аврааму, и Авраам, помните, торгуется. Երբ որ նա բացում է իր ծրագիրը Աբրահամին, հիշում եք, Աբրահամը փորձում է Աստծո հետ բանակցել։ И я думаю, мы можем у Авраама взять вот этот хороший вопрос. Судья всей земли может ли поступить несправедливо? Մենք կարծում եմ Աբրահամից կարող ենք այս հարցը վերցնել, կարող է արդյոք երկրի դատավորը անարդար գործել։ И ответ, который ожидается, Бог не может поступать несправедливо, Он всегда поступает справедливо. Եվ պատասխանը հետևյալն է, որ Աստված չի կարող գործել անարդար, Աստված միշտ է արդար կերպով գործում։ Ладно, хватит проповедовать, делаем перерыв. Ну хорошо, можете продолжить, брат. Да. Да, можно. Продолжим, да. Перерыв.